Հանիչեցրու զենքդ։ Խնդրում եմ ավելի լուրջ խնդիրներ մի առաջացրու, իջեցրու։ Ավելի լուրջ խնդիրները առաջացել են վաղուց։ Ես հիմա դրանց լուծումներն եմ տալիս։ Բայց այս լուծում չի։ Խնդրում եմ աղջիկդ այստեղ։ Մի ստեղծի տպավորություն, որ ինչ-որ մեկ աղջկատ պիտի քեզնից պաշտպանի։ Զենքդ ինձ տուր, խնդրում եմ։ Տուր։ Խնդրում եմ, պապ։ Տուր ինձ։ Արի գնանք այստեղից։ Մնացածի մասին հետո կմտածենք։ Հիմա գնում ենք։ Լսում ես։ Հիմա գնում ենք, մնացածի մասին հետո կմտածենք։ Ռոմեո ջան, ապարդ մեռնում է դրա փոխարեն օգնի, արունս գնաց։ Ես ոնց կրակեց։ Ուրեմն ես այստեղ իմ համար ցենց հանգիստ նստեմ, իսկ Լեան գնա աղբորս փրկի։ Հունանը քիչ առաջ է գլուխը ջարդել։ Կլինի ամեն մեկը ձեր տեղը վեր ընկնեք ինձ էլ հունի չանեք։ Վերևում է Լեանն հենց էլ կլորացած աչքերով էր ինձ նայում ու փորձում ինչ-որ բան ասել։ Զզվում եմ այդ մակունցական սուտ խղճահարված վիճակից։ Դու ինչ էիր կպել այդ աղջկան, փոք չէիր գալիս։ Երևի հենց դու էլ այնպես արեցիր, որ թողի գնա, չէ։ Լավ արել է, ճիշտ է արել, ինչ որ արել է։ Լավ արել, ճիշտ արել։ Ոչ մի բան էլ լավ չի։ Ոչ մեկն էլ ոչ մի լավ բան չեք արել։ Մի վարքյան, հա։ Ես ոչ մի բան չեմ արել։ Հայրս զանգեց, ինքն էլ գնաց իբր Լեոյին փրկելու։ Վնաստված չլինի երեխունը թիմարը։ Դեր Աստված մի բան արա բրծնենք սրանցից։ Պապի լավ հանգստացի, հիմա էլ դու չվատանաս։ Ճշումս հիմա երևի 1000-ի է հասել, էլ ուր վատանամ։ Լեոն պիտի այդ Լեայից հեռու մնա։ Վերջ։ Իա։ Մանանն էլ հասկացավ։ Մեն ապուշ թորդ հասկանա այդ ամեն ինչը։ Բոլորդ էլ ինչ-որ շատ լավ հասկացել եք ամեն բան։ Բայց մի հատ չափի ճնշումս աչքիս դեմը սևանում է։ Ախ, ես ինչա։ Լեո ցավալել կա, ցավալել ես ինչ անում, սպանում է։ Իմացի ալու, սոշ տապուկնությունը կհասնի։ Համերնեմ կյանքիդ։ Հոբուլիս հարս ջան։ Լեո։ Ասա։ Հոպարը մեռնի կյանքիդ, Լեո։ Դու ես ինչ մարդ ես, լրիվ պապդ ես։ Մարդ մեռնելուց էլ չէ, մի հատ ջերմ խոս չեք կարող ասել, չէ, ես ինչ բախտային բախտա։ Հունալի ցեղից պետք է լինի, որ լավ բաներ ասեիր, պայքարեիր, բա ոնց։ Դու որ ես վիճակում ես այսքան խոսում, բա որ լավ լինեիր ինչքան էիր խոսալու։ Հենց ենք դու հոպարիդ։ Ինչի համար։ Լեո հոպարդ որ ասում է, տենց հարելի շուտ արա դուր։ Ինչ ես անում, ալու։ Ինչ անում եմ քո համար եմ անում, բալես, տենց հա պետք է։ Այդա։ Հանդիպեցիր բժշկին։ Հա։
Ինչ ասեց։ Դինամ այդ բան եմ ասում, բայց քեզ հանգիստ է պես։ Ասում այն շուտ երեխուն կորցնելու վտանգ կա, պետք է մնաս այնքան մինչև վտանգը անցնի։ Մի տեսակ շատ հանգիստ ես դրա մասին խոսում, թքած ունես, հա։ Ոնց որ դու թքած ունես։ Գնաց այդ տանդ համար վեշմեշ ես նայում փոխանակ երեխու մասին մտածես։ Դե կներես, որ կողքիս adekvat մարդ չկա, որ ամեն անգամ կողքիս լինի ու ես ամեն բան ինքնուրույն չանեմ։ Լսի այ adekvat։ Մնում ես դե այնքան խելոք, մինչև այդ վտանգը անցնի բժիշկների հսկողության տակ։ Ինչ լավ ասեցիր, գրիշ չէի մտածել դրա մասին։ Լավ մտք ես կարգա, որ ինչ ես երկարացնում։ Կարգավորված եմ, գրիշ ջան։ Դու մի հատ քեզ նայի հայելու մեջ խնդրում եմ։ Տեսով է կազմաքանդված։ Օրը ցերեկովով այսքան խմում։ Իդխի մենակ քշերով են խմում, լավ եմ արել ցերեկով խմել եմ, ինչ կա։ Լավ արա։ Ինչ ասեմ։ Լավ մի խոսքով։ Ես գնում եմ քեզ հանգիստ կպայես։ Այսինքն Ինչ այսինքն բա կարող եմ այդ դեպի նստեմ ձեռները ցեն շփեմ։ Խելոքը պարկես դե բան պետք է լինի բժիշկներին կասես։ Էլ ես։ Դու ինձ ձեռ ես առնում, գրիշ։ Խելոքը մնաս լավ էլա։ Հունան կանգնի ես վարեմ։ Պետք չի։ Կանգնի ես վարեմ, բոլոր կարմիր լույսերի տակով անցար։ Ինա սուս մնա էլի։ Չէ, չեմ մնալու։ Հասկանում ես ինչ ես սարքել գլխների։ Սրա տակից մենք դուրս չեն գալու։ Այդ քեզ ընդամենը թվում է։ Քեզ ինչ է թվում, դու էսել ես մարսելու։ Ինա սուս մնա էլի ինչ կլինի։ Արդեն համբերությանս բաժակը սկսում է լցվել։ Իսկ իմ համբերության բաժակը արդեն լցվել է։ Ես չգիտեմ ինչ ենք անելու, վերջ մենք բոլորս կործանվեցինք։ Հեսա ավոն 10 պատմություն վրան ավելացած կպատնի ոստիկանությանը։ Թքած ունեմ, ինչ ուզում է թող անի։ Իրանով էր ասում գար ու խցկը վեր մեջտեղ։ Ինքը իրան հերոսացրեց։ Քեզ էլ ինչպես միշտ էլի մեղավոր հանեց։ Բարև ձեզ, ինչով կարող եմ ձեզ օգնել։ Instagram-ով նայել եմ ձեր էջը, շատ եմ հավանել, որոշեցի գամ նայեմ։ Ձեզ կոնկրետ որ ապրանքներն են հետաքրքրում։ Ինձ մայկաները։ Շատ գեղեցիկ տեսականի ունենք, ամբողջ հայկական արտադրանք է եւ որակապես շատ լավն են։ Ընտիր, շնորհակալ եմ։ Ես նայեմ, որ պետք ունի ձեզ կանչեմ, լավ։ Բարի։ Այ բալա վեր կաց գնա պարկի։ Չէ, բաբի։ Շատացա ում գլուխդ։ Հա։ Լեո։ Ինչ կա, ուր ես։ Շտապօգնության ավտոյի մեջ եմ։ Ինչ է եղել։ Դավո ինձ բան չի եղել։ Հոպարին ա եղել, տանում են հիվանդանոց։ Սենց չեմ ուզում հեռախոսով երկար բարակ խոսամ։ Գոնե ասա վիճակը նորմալ է։ Ում վիճակը։ Նորմալ է, վտանգավոր բան չկա։ Դավոս, հոպարդ մեռնի կյանքի ցավը տանեմ, լավ է, լուրջ բան չկա, հորս բարևի։ Դավ, սպասի կզանգեմ քեզ։ Ում ինչ եղել։ Ավո իմ պապի, շտապօգնությունով տանում են հիվանդանոց։ Իսկ ինչ ապա դա։ Ձեզ բանա, որ հեռախոսով չասեց։ Ասա թող հասցեն ուղարկի։
Այ, պապի հանգիստ նստի տեղդ, հա։ Ասա հասցեն ուղարկի։ Պապի, ասում եմ հանգիստ նստի տեղդ։ Պապի։ Մեռած են տալով այն ամժանը չի չեք կայանում։ Ինչ ա եղել սուրա պապան։ Գրիշո ես իմ ներվային վիճակին, մենակ դու ես վիճակում պակաս։ Հա, բայց ինչ ա եղել։ Հայրը տավոյին ակալակել։ Վայոս։ Դու չես ասում։ Վերջ ես էլ չգիտեմ ինչ անեմ, ես հանձնվում եմ վերջ։ Սպասիմ ամժան մի անհանգստացես, հեսա մտնեմ տենամ ինչ ենք անում։ Չէ, դու գնա նստի։ Ոտքի վրա չես կանգնում, գնա նստի հենց հիմա։ Ես կգնամ հորդ մոտ, գնա։ Ոնց ես ունա։ Ինը, ես իմ երեխուն դրանց չեմ տալու, ինչ ուզում ալ լինի։ Աստորեն հունանը կարողացավ խելքը տուտի։ Եկել է իր հոպարից սպանելու։ Ոչ մեկ չի կարա իմ ուղեղը ուտի։ Միակ մարդը դու էիր, ով փորձում էր, բայց ոնց տենում ես չստացվեց։ Նկողում ես ստիպված էի տենց վարվեի։ Նկա ինչ էլ ասեի դու ինձ չէիր հավատալու։ Մտածում ես հիմա հավատալու եմ։ Հետ էլ կապ չունի։ Մոռացի, որ դու հոպարում ես ու մենք արունակցական կապ ունենք։ Դու դավաճան ես Արամ, իսկ այդ մարդկային ամենավատ կատեգորիաներից է։ Եթե ես քեզ ուզենայի սպանել, ինչ էի Հայաստան գալիս։ Ենակ թողեի Հունանը կաներ ամեն ինչ։ Մեկը իր քրոջ համար ինքը էլ ուզում էր աներ։ Տենց էլ չմեծացար։ Ափսոս, աղբորս տղեն չպետք է սենց անորակ լիներ։ Դու լամպեր ես տեղից դուրս եմ գալու։ Խնդիր չունես, սպասում եմ։ Այսօր այսքանը, լավ եղի։ Մենակ չասես Ավոյի համար ես սենց անհանգիստ։ Լեո, մի քիչ առաջ պապան փորձում էր քեզ սպանել։ Ուղղակի գնդակը միամիտ Ավոյին կպավ։ Դու կոնե հասկանում ես, որ մեռնելուց ես պրծել։ Այ դրա համար եմ անհանգիստ։ Բայց հիմա ողջ առողջ դիմացդ նստած եմ, չէ՞։ Կարաս հանգստանաս ու նստես։ Չէ, չեմ կարող հանգիստ նստեմ, Լեո, որովհետև Աստված գիտի մերոնց հետ ինչ ա լինելու։ Իսկի ձերոնք չեն մտածում դրա մասին։ Իսկ ես մտածում եմ։ Ցանկից թողելի շուտ սկսեմ նա։ Կուզես բժիշկ ասեմ գա։ Լեո։ Ինչ է եղել։ Պապի հանգիստ եղի, Ավոյի կյանքին վտանգ չի սպառնում, ամեն ինչ նորմալ է։ Կպատմես հասկանամ ինչ է եղել։ Հունանն է կրակել։ Ո՞ց չէ։ Դե հա, ինձ էր ուզում կրակեր, Ավոյին կպատմեի չեն կարող։ Ես ծրոտ։ Պապի վերջ։
Հիմա հանգստացի ամեն ինչ նորմալ է կարևորը։ Սատկասելու եմ, ոտերից տակ եմ առնելում, սպանելու եմ դրանց։ Հացր խոսա, խնդրում եմ քեզ։ Ումից պետք է վախենա։ Ոչ մեկից, ուղղակի ցածր խոսա։ Ու ես ցերել։ Ուր։ Գրողի ծոցը։ Պապին ուրա։ Լեոն զանգեց, ասեց, որ Ավոյին տանում են հիվանդանոց, գնաց հետևներից։ Ինչ ա եղել Ավոյին։ Չգիտեմ, բայց ինձ թվում է այդ Հունանի հետ է կապված։ Մտածում ես վնասել է։ Կարող եմ մենք էլ գնանք։ Մանան հազիվ եմ եկել հասել տուն։ Մի հատ էլ հիվանդանոց գնամ, չեմ կարա, այդքան ուժ չունեմ։ Նենց եմ ուզում այդ Հունանին մի բան լինի պրծնենք։ Սատանայի նման ոնց որ բոլորի գլխից կախված լինի։ Այ ջան, հերս է եկել, հերս եկել ատենա իր ատաղեն ոնց է, որ շատ չի մահացել։ Ոնց ես տղա։ Լավ, արդեն շատ լավ ցավը տանեմ, քեզ որ տեսել ոչ դարդ ունեմ, ոչ ցավ ունեմ։ Լեոն պատմեց ինչ է եղել։ Լեոյիս կյանքին մեռնեմ, բա հոպարը կթողի Լեոյիս մազը ծռվի, սաղին կփռեմ։ Դու եթե պետք է 1000 հատ պատրոն կվերցնեմ վրես, որ երեխուս մազը չծռվի։ Բա։ Ջան։ Մեռնեմ կյանքիդ։ Այնօր կարոտը սառա, հերս։ Այնօր իմ ուզած ձևով կարոտը սառա։ Դե լավ, հա։ Հերիկա մեծ մարդիկ ենք։ Ես ինչ լացուկոցա։ Հերս, տղետ լավ է, Ավոյիդ բան չի եղել։ Ահա։ Ջանա, ինչ կա Լեոս։ Դու ասա, ինչ կա, ոնց ես։ Հələ մի հատ էլ։ Ինչը մի հատ էլ։ Լեո, մի հատ կախարդական բար կա, ես դրան եմ սպասում։ Ինչ ես խոսում, ավո։ Լավ մտածի, ինչ պիտի ասես։ Ինչ կա, ոնց ես, հոպար։ Ախ, մեռնեմ կյանքիդ, հոպարա սիրտը տուտի, ընտիր, լավ։ Չեր հավես ունի։ Ցավները տանեմ, ես ինչ լավ օր է, ես ինչ տոն օր է այսօր։ Ավոն վերածնվել է, վերածնվել, հոպարա տապրվա։ Հələ լսի այ վերածնված։ Այդ ինչի Հունանի զենքի վրա մատնա հետքերը թողեցիր։ Ինչ արել։ Հերս մի րոպե։ Լավ եմ արել։ Ինչ արել եմ, ճիշտ եմ արել, ես գիտեմ ինչ եմ արել։ Արել եմ, որ ասեմ ես եմ միամիտ ոտիս կրակել։ Որ ասեմ Հունան մակունց, ըտենց արեցի, որ Լեոս ու Լեաս միասին լինեն, ոչ մի բան չխանգարի իրանց։ Դա ինքը սովորա չէ առուծախի միջոցով, բայց չէ։ Ճիշտ է, ոստիկանները միամիտ չեն, բայց տղետ էլ գիտես, պապ ջան, մի բան հաստատ կհորինի։ Ինչերս գծել ավոն։ Ապա մեռնեմ կյանքիդ, գծել գծագրել եմ, հոպարի դու սենց վիրավոր ոտով մի նայ է, հոպարը գիտես վաղտին ինչ ճարտարապետ է եղել։ Ասա մամ, Լեա, ինչ վիճակ է։ հիմա սենց հեռախոսով դնեմ պատմեմ։ Սիրտս կանգնում է, Լեա։ Դավիթ պապը մոտնա։ Ինքն էլ հիվանդասենյակում է։ Իսկ ինչ ա պատմում։ Մամ,
իրոք չեմ ուզում խոսեմ։ Ինձ մի զանգի էլի։ Հա, Սարիկ ջան։ Ինչ կա իմ ընկեր, ոնց ես։ Իմ մոտ հետաքրքիր բան չկա։ Դու պիտի ասես։ Ինչ ասեմ, Վով ջան, ինչ գնացել ես մոսված այնը դուրս չի գալիս։ Ասեցի դենամ ինչ գործ ես, ինչի էլ հետս չես շփվում։ Գլուխս խառն է։ Ահա, ամառենք հավատացի։ Ես էլ նոր հոբի եմ գտել։ Գալիս եմ օրսից կրակում եմ։ Բայց դրան զուգահեռ ընկերների չեմ մոռանում էլի։ Սար, ու շոտ կզանգեմ աղբերս կլինի։ Ընկերս գիտեմ, որ չես զանգելու։ Արի դրա համար ես իմ ասելունն ասեմ ու անջատեմ, հա։ Վով ջան, կյանքում շատ բան կարա տեղի ունենա։ Ոչ մեկը ապահովագրված չենք։ Բայց ինչ ուզում ա լինի, ընկերը պիտի ընկեր մնա։ Ես, դու, Լեոն ընկերներ չենք եղել, աղբերներ ենք եղել։ Հիմա վատ է, որ դրա մասին անցյալով եմ խոսում, բայց համել երևի ճիշտ է, որ մի հատ երկուսդ էլ հասկանաք էլի ով եք եղել իրար համար։ Այսքանը ցավը տանեմ, սպասել եմ զանգիդ։ Հիմա պատկերացնում եմ, թե ինչ ստեր է պատմում ոստիկանին։ Դե պիտի ասի այն, ինչ ինձ ասել, որ ինքն է իր ոտին կրակել։ Մի խոսքով հեսա ոստիկանները դուրս գան, պարզ կդառնա ինչ են խոսացել։ Նորից կրակն ենք ընկնելու։ Պապի, մենք վաղուց կրակի մեջ ենք։ Լեո, գնամ հիվանդասենյակի մոտ, փորձեմ լսել ինչ են խոսում։ Լավ։ Վերջ, մոտ տրամադրությունդ փոխի կլինի։ Չեմ կարողանում, Լեո։ Սրտս պայթում է։ Ասենք կարող է իմ մի հատ էլ ասես, Լեո ջան, վախենում եմ, գնամ մերոնց մոտ հետ։ Չէ, Լեո։ Ես քո հետ եմ մնալու։ Էլ հետադարձի ճանապարհ չկա։ Լեա, մեկ էլ ուզում եմ, որ պատրաստ լինես, որովհետև այս հələ սկիզբն է։ Գիտեմ։ Հենց դրանից էլ վախենում եմ։ Վախենալ պետք չի, ուղղակի ավելի խելամիտ է պետք լինել։ Լեո, ես շատ լավ եմ ճանաչում պապային։ Ես էլ։ Ու այս թեման էլ քիչ չքննարկենք։ Լեայի հետ խոսել ես։ Գրեցի, որ Լեդի Զոնում ենք, դեռ չի պատասխանել։ Դե հա, մեր հանդիպման վայրը մնացել է Լեյդի Զոնը։ Էլի լավ է, բան չունեմ ասելու, բայց առաջ գոնե շատ էինք պապի մեջ։ Ձեր կողակիցներն են մեղավոր, կամ էլ նախկին կողակիցները։ Անկեղծ ձեզանից գլուխ չեմ հանում, չեմ հասկանում, որ մեկիդ կյանքում ինչ է կատարվում։ Լուսի, իսկ կլինի դու այդ թեմայով ընդհանրապես չխոսես։ Քո մոտ լավ է ստացվում։ Հեռախոսդ վերցրու, նստի մի անկյունում, մտի Lady Zone benefit edge-ը, տես որտեղ ինչ զեղչեր կան, գնա օգտվի։ Նարե, ես լուրջ եմ ասում, կատակ չեմ անում։ Ես Դավիթից հիասթափված եմ։ Լավ էլի Հելեն։ Որ Դավիթին տեսնեմ, նույնն էլ իրեն եմ ասելու։ Չմտածես մենակ քո մոտ եմ խոսում։ Իսկ կլինի պարապմունքդ շարունակես։ Չէ, չի լինի, ներվայնացած է։ Դրա համար եկել ենք ստեղ, որ հանգստանաս Հելեն։ Ուղղակի շատ ենք նվիրվում, դրա համար էլ վերջում սենց է լինում։ Մնացածը դուք որոշեք, ես չգիտեմ։
դե ավոյ օրնել որ չել, ես ինչ կյանք եմ քաշում, մեկն ու մեկը իմ տեղը ելնեք, օրվա վերջում կկախվեք։ Դեղերի ցուցակը վերցրել եք, ինչ ենք անելու։ Պապի վերցրել եմ, հանգիստ եք։ Վայ մեռնեմ ես քո սրտին Լեոս, թոր ունես աշխարհը չունի, մեծավարի մտավ բժշկի մոտ, բժշկին բա ցավը տանեմ, հոպարիս ինչա պետք, ոնցա պետք, ինչ դեղա, սաղ հարցերը քցեց տեղը, էդ հələ հերիք չի, գնացել հոպարին նույն շալվարից առել բերելա որ չնեղվեմ։ Դու են ասա, ոստիկաններին ինչ ես ասել։ Ոստիկաններին։ Ոստիկաններին այն ինչ որ պետքա, սաղ մանրամասն ասել եմ։ Դե ասել եմ, որ աներձակից օրինական զենքներ։ Վերցրել է իմ մոտ էր, ուսումնասիրում էի ու միամիտ ես կրակեցի ոտիս։ Կլինի չգորգռած դրա մասին։ Ցավը տանեմ Լեո ջան, մեռնեմ կյանքիր։ Հնեցա որ լավ էլ գիտեն, որովհետև Հունանը իմ հանդեպ միշտ վատ բաներ արել, ցավը տանեմ, հա, լավ էլ գիտեն, ցավը տանեմ, բայց դե ինչքան էլ պատմեմ չեն հավատում։ Ինչ կլինի սրան տար, արդեն սկսել է համերգ տալ։ Որովհետև տղետ արտիստ է, արտիստ։ Այ հերես ինչ են սրսկել են հենց լավ, հա։ Այ գնա։ Լեո ջան, ես գնում ենք, թե թռնում ենք։ Սավառնում ենք։ Կամաց ցավը տանեմ։ Բաբ ջան, ինչ կա։ Արա ինչ ես դու ռեստորանից սկսած գույղս սողոցում, ինչ կա։ Ոչ մի բան էլ չկա։ Հա չիմանամ ինչ կա։ Չէ, մի իմացի։ Առանց հետո ներվերս իրարա խառնված։ Դու էլ դրել ես գլուխը սողոցում ես։ Ինչ կա։ Ոչ մի բան էլ չկա։ Աչքերիս առաջ արդեն սևացել է, ուղեղս մշուշի մեջ է։ Դուրը փակի թող մի քիչ հանգստանամ։ Սոված ես, ինչ կուտես։ Ադել սոված մամ։ Вообще-то իշ ձևա է հետ ես խոսում։ Քայլ դες բան։ Լավ, Գրիշո, նյարդայնացած է։ Հասկացանք նյարդայնացած է, բայց դες պետք է հետ ես խոսում։ Ուզում եմ անամ ոնց է, չէ։ Մեկը լինի հարցնի դու ոնց ես։ Խմացությունդ նոր-նոր է անցնում։ Մամ ջան, ես լրիվ լավ եմ, իմ մոտ ամեն ինչ կարգին է։ Հետո էլ մոռացել ես, այսօր մեջներիցս ինքն է մարդու վրա կրակ է, իմ արածը ինչ է իր արածի դեմ, ընդամենը խմել եմ էլի։ Հիմա ինչ ես ակնկալում, ասեմ փակենք թեման։ Ակնկալում եմ, որ ասես, երբ է կարգավորվելու այս տան վիճակը։ Ուզում ես անկեղծ ասեմ։ Հա։ Երբեք։ Այս պահից սկսած Գրիշո։ Ամեն ինչ շատ վատ է, սարսափելի է։ Բոլորը բոլորին սպանելու են։ Ես չեմ ուզում քեզ ու Լեային կորցնել։ Ինչ ես խոսում այ մամ։ Մանանը վաղ թե ուշ ամեն ինչ պատմելու է։ Վերցրեք ձեր սիրելիներին ու գնացեք այստեղից։ Ու գնացեք այնպիսի տեղ, որտեղ ձեզ չեն գտնի։ Ես միևնույնն է կործանվելու եմ։ Որ պահին Հունանը կործանվեց, ես հետը կործանվելու եմ։ Ես չեմ ուզում, որ դու ու քույրդ կործանվեք մեզ հետ։ Լավ, ես ինչ լուրջ է, որ սենց բաներ ես խոսում դու։ Գրիշո, ամեն ինչ շատ ավելի լուրջ է, սթափվի։ Ամեն ինչ ավելի քան վատ է։ Հելեն ենքան անհանգիստ եմ։ Լեոն տենց էլ չարձագանքեց, կարող է մի հատ էլ զանգեմ։ Հա զանգի, ինչ պետքա լինի որ։ Հանար։ Լեա, ինչ կա, այսօր ես կորել։ Նրանք ես ու Հելենը սպասելով զանգիդ։ Հենց պատմությունների մեջ ենք օրել ասելու չի։ Ինչ ա եղել, գոնե երկու բառով ասա հասկանամ։ Դավիթից սկսած ավոյով վերջացրած մեծ խնդիրների մեջ ենք։ Դավոյին ինչ ա եղել։ Դե ծեծված տան մոտ ընկած ենք գտել էլի։ Ոնց։ Լեա, ինչի շուտ չէիր ասում։ Ախր որովհետև դրանից հետո էլ
Բան Արսեն ցերոխսով չեմ ուզում պատմեմ, էլի, կտեսնեմ ենք կասեմ։ Ինձ այնքան վատ եմ զգում, ամբողջ մարմինս դողում է, հեսա կզանգեմ։ Ինչ հա ասում նար։ Ասում է Դավոյին են ծեծված տան դիմաց գտել։ Ոնց թե։ Նար կանգնի։ Մամ ջան, մի խոսքով չգիտեմ Լեան ոնց, ես իմ անունից եմ ասում, ես չեմ պատրաստվում այս վիճակում ձեզ մենակ թողեմ։ Բացի այդ, որ ասում ես մանանին առ փախեք ստեղից, չգիտեմ ինչ։ Այն աղջիկս քիչ ուզում իմ երեսը տենան, այս որ իր գալը մեծ հարցականի տակ կլներ, եթե այ։ Լեան իր ընտրությունը արդեն կատարել է։ Ու ես չգիտեմ աղջկաս համար ուրախանամ, թե տխրեմ։ Խոսեցիր աղջկադ հետ։ Կիսատ բրատ, ասեց, որ Ավոյին հիվանդանոց են տարել։ Ավոն ինձ ընդհանրապես չի հետաքրքրում։ Ինձ պետքա, որ աղջիկդ շատ արագ տուն գա։ Ունան Լեան տուն չի վերադառնա։ Հա բայց խի մենք պետք է համակերպվենք իր որոշմանը, դա քեզի բան արա։ Ես կմեռնեմ, բայց այդ որոշմանը չեմ համակերպվի։ Այդ հանգամանքը իմանալով ոնց է պատրաստվում դրանց տունը ապրի, ես չեմ ջոգում։ Տես է։ Երևի դու չէիր, որ դրանց աղջկան բերել ես տան մեջ էր պահում։ Լսել ես։ Գրիշի համար ծանր ժամանակներ են, մի ճնշի։ Բոլորիդ համար երևի շատ ծանր ժամանակներ են։ Մենակ ես եմ լավորի։ Ուրեմն ուշադիր ինձ լսի։ Կամ աղջկադ շատ արագ գտնում ես բերում ես տուն, կամ ես եմ դրանով զբաղվում։ Բայց այս անգամ տես խոստանում եմ։ Շատ զոհեր են լինելու։ Մանան, մի սխմի։ Չեմ սխմում, վայ։ Վայ, չեմ զգում։ Դա մի հատ հանգիստ մնա, հա։ Մանան։ Ախ։ Անմեռնեմ ճանչիտ։ Սկուշ, ավո։ Այ Լեո շատ ասաղում ապրես։ Սկուշ։ Մեռնում ուժեղ ճանին ապրես։ Այ մամա ճան։ Այ ապրես ցավը տալամ։ Այսի ճան մարդկա ինձ ցավա։ Լեո, այս պետը շատ անարվալ է։ Հատ ուրիշ պետք չի ճարես ով այդ համար։ Մի հատ կացեք հասկանամ ինչ է եղել։ Դավո հետո։ Դու ինչ հետո է։ Ինչ հետո, այ հետո արեցինք, որ այսօրն ընկանք։ Հունանն է կրակել։ Հա, հունանն է կրակել։ Ուզում էր Լեոյիս կրակի, դիմաց նգա։ Բանից կյանքը փրկել եմ։ Պապա, բայց հիվանդանոցում բան ոչ մեկի մոտ ոչ մի բան չեմ խոսացել, բայց դու իրականությունից չես փախնելու։ Իսկ այդ հունանը հասկացել է, որ իր վերջը եկել է։ Հա? Դավո։ Ինչ դավո։ Աղա սխալ եմ ասում։ Հիվանդ է այդ մարդը։ Շեղված է այդ մարդը։ Դավիթ, խնդրում եմ վերջ տուր։ Այդ գնա հորդ ասա։ Ոչ թե ինձ։ Սպասիլա։ Հեսա կռիվ են անելու քո պատճառով։ Մոնան, բայց ես ինչ եմ արել։ Ոչի բան ցավը տան, դու ոչի բան չես արել։ Բամանան ջան, բա դու չգիտես, որ մակոնց ազգանունը քո վրա է, դու սուրբ ես, դու անմեղ ես, աշխարհի անմեղներն են, մագունցները ոչ մի բան չեն անում ցավը տան։ Ճիշտ են ասում էլի, որ կարմիր կովը ոչ մի դեպքում իր կաշին չի փոխում։ Հունանը ոնց մարդասպան եղել է, տենց էլ կմնա։ Լսի աղջիկ, դու կլինի մի հատ թեմա փագես, ոտս ցավում է։ Չէ, ինչի։ Ինքն է գլխավոր հերոսը, ինչի փակեմ։ Նա այդքան չկա, որ նրա մասին էս տան մեջ այդքան խոսանք, փակի թեման։
Այնքան կա, որ սպանել է հորս, բայց այնքան չկա, որ իր մասին խոսանք։ Հա, ավո։ Ես գիտեմ, որ Հունանն է սպանել պապային։